Շատերս ենք ճանաչում կանանց, ովքեր որ արժանի են հիացմունքի, ում մասին երբ որ խոսում ես դեմքից ժպիտ է առաջանում, նրանք ամենաօրինակելի հայ կանայք են, միշտ պատրաստ են օգնել բոլորին, անհնարին ոչինչ չկա նրանց համար, միշտ պատրաստ են իրենց տղամարդկանց թև ու թիկունք լինել, հասցնում են բոլոր գործերում, երեխաների հարցում, ծնողների հարցում, ընկերական շրջապատում, աշխատավայրում, ուսման հետ կապված, մեզ թվում է թե նրանք հաջողակ են, նրանց համար անհնարին ոչինչ չկա ու ամենաիդեալական հայ կնոջ կերպարներն են, ուժեղ, տոկուն, բնավորություն, որը որ երբեմն նախանձ է առաջացնում այլ կանանց համար, բայց ինչ է կատարվում, երբ որ փորձում ենք մեդալի հակառակ կողմից նայել, հակառակ կողմի պատկերը տեսնել, թե ինչ է կատարվում զակուլիսի։ Հաճախ նման կանայք, երբ որ հայտնվում են հոգեթերապիայում, հոգեթերապևտի կաբինետում, իսկ ասեմ ավելին, այդ կանայք հայտնում են ինձ մոտ, երբ որ բանը բանից շուտվանից անցել է եւ դանակը հասել է ոսկորին։ Այս կանայք ամենահամեղ պատառն են մանիպուլյացիաների, բռնությունների ենթարկվելու հարցում։ Նարցիսական ազգային խանգարում ունեցող մարդիկ կամ դաժան բնավորություն ունեցող մարդիկ, գնահատական թող չհնչի իմ անվանումները ինչ որ մեկի համար, բայց խոսալու եմ դառ իրականության մասին։ Այս կանայք, ովքեր որ ի սկզբանե փոքր տարիքից պատրաստ են եղել մարտնչել, պայքարել, չհանձնվել, ում փխրուն ուսերին դրվել է հայ կնոջ հանդուրժողականության դերը, որ կինը պետք է հանդուրժի, տղամարդուն թև ու թիկունք լինի, էլ չասեմ, որ երբ որ իր ծնողների հարաբերությունները եղել է մարտական, ամենօրյա պատերազմներ, ամենօրյա խոսակցություններ, քննարկումներ, բռնություններ, ֆիզիկական, ալկոհոլի հետ կապված խնդիրներ, անաշխատունակության հետ կապված խնդիրներ, ամուսնալուծման հետ կապված խնդիրներ, երեխայի մանկական հոգեկանը, որտեղ որ նրա համար անհնարին ոչինչ չկա ու նա ամեն ինչ պատրաստ է անել, որպեսզի փրկի ծնողների հարաբերությունները, որովհետև երեխան առանց հայրիկի եւ առանց մայրիկի նա գոյություն չունի։ Պետք է լինեն ծնողները, պետք է նա շրջապատված լինի ծնողների սիրով ու ներկայությունով, որպեսզի նա իրեն լիարժեք զգա։ Եվ երբ որ նա տեսնում է վտանգ, որ կարող է ծնողները ամուսնալուծվեն, նա պատրաստվում է ամեն ինչ անել, իր ուժերից մի քանի տասնյակ անգամ ավելին պատրաստ է, որպեսզի փրկի ծնողների հարաբերությունները։ Եվ եթե փոքր տարիքում նա չի կարողանում փրկել ծնողների հարաբերությունը, որովհետև դա նրա ֆունկցիայից դուրս է, իսկ երեխան այդքան հասուն հոգեկան չունի, որ տարանջատի, թե որն է իր պատասխանատվությունն ու իր բեռը եւ որն է ծնողներինը։ Եվ նման ընտանիքում մեծացած երեխաների առաքելությունը հաճախ դառնում է հաշտարարի դերը, փրկողի դերը, ուժեղի դերը, իրավիճակներ հարթողի դերը։ Երբեմն այս մարդիկ դառնում են հոգեբաններ, հոգեթերապևտներ, դատավորներ, դատապաշտպաններ, բժիշկներ, այսինքն մարդիկ, մասնագիտություններ, որտեղ որ նրանք կարող են փրկել կյանքեր, հարաբերություններ, վերականգնել արդարությունը, հարթել, ամեն ինչ կարգավորել, որովհետև նրանց մանկական փխրուն հոգեկանը վերցրել է մի դեր, որ այն սխալները, այն արդարությունները, որը կա աշխարհում, ես մինչև վերջ ամեն ինչին գնալու եմ, որպեսզի կանխեմ այն ինչը որ ծուռ է, այն ինչը որ հակա է բնության ու մարդկության օրենքներին։ Եվ ինչ է տեղի ունենում նարցիսական ազգային խանգարում ունեցող մարդու համար, այս մարդիկ իդեալական տարբերակ են, որպեսզի օգտագործվեն։ Նարցիսական ազգային խանգարում ունեցող անձանց պետք են մարդիկ, ովքեր որ էմպաթիկ են, հանդուրժող են, չհանձնվող են, ռեսուրսային են, այսինքն լավ տարբերակ են, որպեսզի նարցիսական կամ նմանատիպ խանգարում, նմանատիպ բարդություններ ունեցող մարդը այն ֆունկցիաներն ու հատկանիշները ինչը ինքը չունի, այն վարքային դրսևորումները, այն բնավորության գծերը, նա գտնում է իրեն հակառակ մի մաս, լավ պատառ, որտեղից որ ամբողջությամբ ռեսուրսը քաշելու է եւ ինքը աճի դրանից։ Եվ ինչ է անում, երբեմն այս մեր սիրելի կանայք ընտրում են այնպիսի տեսակի մարդկանց, ովքեր ունեն խմելու հետ հակում, խաղամոլության հետ հակում, անաշխատունակության հակումներ, բարդ բնավորություններ, տարբեր հոգեկան խանգարումներ, ֆիզիկական ու առողջական խնդիրներ։ Եվ մեր սիրելի կանայք, քանի որ նրանք հակում ունեն փրկելու, քանի որ նրանց պետք է միշտ մի հատ դեր, ինչ որ իրավիճակ, որպեսզի իրենք նորից
եւս 1000-րդ անգամ ապացուցեն աշխարհին ու մարդկանց, որ մենք ուժեղ ենք, մեր համար անհնարին բան չկա, մենք կարող ենք փրկել մարդկանց, փրկել իրավիճակը, մենք չենք հանձնվելու, որովհետև նրանք ապրում են իդեայով, ոչ թե իրականությունով են առաջնորդվում փաստերով, այլ այն իդեայով, այն գաղափարներում, որտեղ որ նրանց հոգեկանում տպավորված է, դաջված է որպես իդեալական ընտանիքի գաղափար, որպես կրոնական հայ քրիստոնյայի իդեա, որ Աստված ինձ հետ է, կինը պետք է հանդուրժի, եւ կրոնը այստեղ նրանք ոչ թե օգտագործում են ի օգուտ իրենց, հաճախ ի վնաս իրենց, որովհետեւ նրանք ոչ թե հանդուրժող են դառնում, այլ գերհանդուրժող, իսկ կան իրավիճակներ, որտեղ պետք չէ հանդուրժել։ Այսինքն կան իրավիճակներ, որ մենք բազմիցս համոզվում ենք, որ այստեղ խնդիրը անլուծելի է, անուղղելի է եւ դրա լուծումն ու ուղղումը մեր ուժերից վեր է ու մեր ֆունկցիայից դուրս է, բայց այս մարդիկ չեն հանձնվում։ Նրանք չեն կարող հանձնվել, որովհետև դա նրանց տրավման է, դա այն խնդիրն է, ինչով որ սնուցվել է իրենց մանկական հոգեկանը, դա այն խնդիրն է, որ ավարտին հասած չի։ Այս անավարտ գեշտալտ արտահայտությունը, որ մենք հաճախ լսում ենք ու մոդայիկ է դարձել, հենց սրա մասին է, այն խնդիրները, որտեղ որ մեր հոգեկանը չի կարողացել հասցնի ավարտին, անդադար շարունակում է այսպիսի նույնանման խնդիրներ հայտնվել մեր կյանքում։ Եվ հաճախ մարդիկ ասում են ճակատագիր է, ինչ որ թարսություն է, թուղթուգիր է, ոչ սիրելիներս, հոգեբանությունը սրան շուտվանից բացատրություն է տվել, դեռ հարյուրավոր տարիներ առաջ, երբ որ խոսում էին հոգետրավմայից, անվանի հոգեթերապևտները հասկացան հետևյալը, այն խնդիրները, որոնք որ ուժեղ էմոցիաներ են առաջացել մեր հոգեկանում, վախ, սիրո պակաս, կորցնելու վախ, ուժեղ տագնապ, գերլարված հույզեր, գերլարված իրավիճակներ, որտեղ որ մենք չենք հասցրել մարսել, ստրուկտուրավորել, կառուցել, հասկանալ, ընդունել իրավիճակը, մեր հոգեկանը սկսում է մեզ համար ստեղծել նմանատիպ իրավիճակներ կամ հայտնվում ենք նմանատիպ իրավիճակներում, որպեսզի լուծենք այդ խնդիրը, կամ քանի որ մենք արդեն անգամ բարդ իրավիճակներում գիտենք գլուխ հանելու տարբերակները եւ ունենք անելիք, մեր հոգեկանը ստեղծում է պայմաններ կամ հայտնում ենք միշտ նմանատիպ պայմաններում, որտեղ որ մենք գլուխ ենք հանում, որտեղ որ մեզ ասս ենք զգում, կարևոր ենք զգում, մասնագետ ենք զգում նմանատիպ իրավիճակների, վարպետ ենք արդեն, եւ որպեսզի պարապ չմնանք, որպեսզի մեզ կարևոր զգանք, որպեսզի մեզ եւս մեկ անգամ ապացուցվենք, որ ուժեղ ենք ու վերջապես լսենք աշխարհից այն մեսիջը, որի կարոտը ունենք, որ ապրես որդիս, ապրես աղջիկս, դու լավ կին ես, դու լավ մայրիկ ես, դու հզոր քույրիկ ես, նմանատիպ երկրորդական շահ ունի, նմանատիպ երկրորդական օգուտ ունի մեր հոգեկանը այն հանձնարարություններից, որոնց մեջ մենք հաճախ հայտնվում ենք, բայց ինչ ենք վճարում դրա համար, անգին ինչ որ բաներ, ժամանակ, հոգեկան ֆիզիկական առողջություն, կյանքի որակ, երջանիկ պահերի կորուստ, այսինքն մեր հոգեկանը շարունակում է սնվել մեզ ծանոթ սննդով, մեզ ծանոթ հույզերով։ Եվ եթե խոսամ այս մասի, շատ երկար կխոսամ, այս վիդեոյի ընդհանուր գաղափարն ու իմաստը նրանում է, որ երբ որ մենք չենք հանձնվում, երբ որ մենք ասում ենք անհնարին բան չկա, սրանով մենք մեզ լավություն չենք անում, կան իրավիճակներ, որտեղ որ առաջինից արդեն կամ երկրորդ անգամից երևում է, որ պետք է այստեղ օգտագործել գիտելիք, սառը բանականություն, որպեսզի հասկանանք, որ մենք գլխով խփում ենք մի պատի, որտեղ դուր չկա, եւ այդ պատը գլխով ծակելը, գլխով դուր բացելը պետք չէ, դա մեզ վնասելու է, պետք է փնտրել ելք, պետք է փնտրել լուծումներ, պետք է սկսել ավելի խորը տարբեր կողմերից ուսումնասիրել այս հարցն ու խնդիրը, որպեսզի մեզ չվնասենք, այլ օգտագործենք այն պաշարը, այն գիտելիքը, այն փորձը, որը որ մենք ունենք, որպեսզի ոչ թե վնասվելով առաջ գնանք, այլ հաճույք ստանալով կամ ինչ որ չափով վայելելով կամ գուցե բարդություն ասածը բոլորիս կյանքում լինելու է, բայց պետք չի մեզ տանջել, որպեսզի ապացուցենք, որ մենք լավն ենք, պետք է դժվարության դեպքում ընդունել, որ սա մեզ համար բարդ խնդիր է եւ այստեղ ոչ մեկին ոչինչ չենք ուզում ապացուցենք։ Հա հիմա կասեք Մարտին ջան, շատ հեշտ ես խոսում, ես նաեւ մյուս կողմից հաշվի եմ առնում, որ այսպես ուղիղ բաներ ասելը դեր չի խաղում, մարդը քանի դեռ իր սեփական
խելքով, գիտելիքով, փորձով չի եկել այն եզրահանգման, որ ինքը ունի օգնության կարիք, նրան մենք չենք կարող օգնել։ Մարդը անձամբ ինքը մինչև չի գալիս օգնության հետևից, նրան ոչ մեկ չի կարողանալու օգնել։ Ուղղակի երբեմն կողքից իրեն սթափացնելը օգնում է, որ ինքը ավելի խորը վերլուծություն անի իրավիճակի հանդեպ։ Եվ եւս մի կարևոր բան նշեմ, հոգեթերապիայի չեն բերում մարդուն։ Հոգեթերապևտի մոտ պետք է գա մարդը իր սեփական գիտակցվածությամբ։ Այսքանը, սիրելիներս։